Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է անսահման հարստություն, բոյով դավադրություն եւ կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչեսա մեր հետ ասա, ով է սա, կանքվեսա, Ես հիմար աշխատողսել տեսավ գայսեմ, բռնեց վառած սիգարետը մցրեց գրպանը։ Ես էլ եկել եմ, հատուկ հարցեր եմ տալիս, ժամանակ եմ ձգում էլի, վերջ ինչ գլուխը ցավացնե պապ ջան, եկան ձգեցի գրպանը կպավ։ Լավ էլի պապ սենց ոնց կլինի։ Արդեն մի ամիսա հետներս չես խոսում։ Հա բան չունեմ ասելու, Սիլվան ու Սաքոն նշանվել են։ Վերջ, մոռացի էլ, հնարավոր չի ոչինչ փոխել։ Լավ ուզում ես երկուսին գործից հանեմ, Սիլվային 2 անգամ կհանեմ, հա։ Լավ հասկացա, քեզ համար դժվար է Սիլվային ընդհանրապես չտեսնելը։ Լավ, բա ինչ անեմ ես։ Ես չէ դու, ասա ինչ անեմ։ Լավ էլ ասա այսօր ոնց անցավ։ Հետաքրքիր օրեր, ինչ զավեշտալի դեպքեր տեղի ունեցան, հա։ Դե լավ էլի պապ, ես արդեն ներվայնանում եմ։ Ամբողջ օրը կամ հեռուստացույց ես նայում, կամ էլ պատշգամբից։ Ոնց կարող էր սերը պապի վրա սենց թանկ նստել։ Կյանքս ես մարդ գիտեմ ու մեթամատս պապիդ վրա այդ սերը ծրի է նստել։ Բառ չխոսեց։ Ես լսել եմ, որ մարդը ինչքան մեծանում է, այնքան փոքրանում է, երեխա է դառնում, բայց կյանքում մտքովս չեր անցնի, որ պապան կմեծանա կդառնա չխոսացող երեխա։ Բայց ես արդեն լուրջ է, փաստացի մի ամիս ես նույն վիճակն է։ Այն հայ ես բան չի անում, նոր որ դու ասացիր մի ամիս, ես նոր բան արեցի։ Պապ, բայց իրոք պետք է մի բան մտածել, որովհետև ինչքան ժամանակը Սիլվայի պատրաստած ճաշերից չի ուտում, միստր Գիրոսից պատվեր չի անում, դե որովհետև մերն է։ Ինչ-որ անհայտ ծագումով բաներ է ուտում, տենց չի կարելի, կհիվանդանա։ Գիտեմ, բալես, բայց խնդրում եմ մի հուզվի։ Անուշիկ, մոռացել ես, ձեզ չի կարելի հուզվել։ Մեկ ասում եմ մեդիտային կանչեմ, այդ ժամանակ հաստատ կխոսի։ Բայց որ մտածում եմ, թե ինչեր կարող է խոսի, ավելի լավ է չկանչեմ։ Իսկ եթե իրան ուղղակի իր մտածին որ էջիտան գալիս է ու դրանից ինքը նյարդայնանա ինչ որ բան ասի։ Իսկ դու համոզված ես, որ ուզում ես լսես, թե ինքը ինչ կասի։ Ես արդեն հոգնել եմ այս վիճակից։ Մի ամիսա ոչ կարողանում եմ աշխատանքի գնալ, ոչ կարողանում եմ տնից դուրս գալ։ Լրիվ քորն եմ ընկել, արա։ Դու ոնց ես այսքան դիմացել, մանուկ։ Չես պատկերացնի ոնց եմ ճնշվում այս իրավիճակից։ Մեկը ես տենց էլ չեմ հասկանում։ Ինչի է շեֆը մեր նշանվելու փաստը սենց ծանր տարել։ Հա, Կորին Անուշավանիչն ինձ տեղեկացրել էր, որ շեֆը քեզ իր հարազատ աղջկա պես է սիրում։ Բայց այդ աստիճան։ Վայ սերս։ Դե ինքն էլ տենց է։ Լավ Սաքո ջան։ Մոռացի, ավելի լավ է մեր հարսանիքից խոսենք։ Այդ ցավը տանեմ, ես კი չէի էլ հիշեմ։ Դու սկսեցիր։
Մոռացար, ես հրսանիքի մասին էի խոսում։ Ինչա թե խոսքի մեջ ասեցի, պապս անհամբեր սպասում է այդ օրվանը, դու էլ թե պապի ասեցիր հիշեցի։ Պապի համար շատ եմ նեղվում։ Ու տենց խառը բաներ։ Սաքո ջան, ոչ չնեղվեմ։ Չես տեսնում ինչ վիճակում է։ Հələ նայի նորից սկսում է։ Լավ, վերջ։ Ես մի բան հստակ գիտեմ։ Պապայի մոտ չի կարելի օգտագործել Սիլվա, Սաքո ու Էդիտա բառերը։ Ամեկ էլ նշանդրեք բառը մի օգտագործեք։ Ամեն դեպքում շարից հեռու, մուրազի վրա եք։ Պապ, բայց կարող ամեն դեպքում նորից հոգեթերապևտ կանչենք։ Բալես դու չխրատվեցիր անցած անգամ, որ պապի մոտ Հոգեթերապևտ։ հոգեբան անչել չի կարելի։ Հետո այդ հոգեբանի հետ հələ մի հատ էլ շտապ օգնության բրիգադ պիտի կանչենք, որ այդ խեղճ մարդուն հասցնի հիվանդանոց։ Հետո ես չեմ ուզում, որ վաղը մյուս օրը ամբողջ քաղաքը խոսի, որ Կորյուն Անուշաբանիչի պապան գժվել է։ Պապ ջան, բայց հոգեբանը ու հոգեբուժը դրանք տարբեր են։ Հետո ասեց, որ պետքա գժվես, որ դիմես հոգեբանին։ Այր ջան, այդ քո համար է հոգեբանն ու հոգեբուժը տարբեր հասկացողություններ։ Այսօրվա դրությամբ լրագրողներ կան, որ ես քո բժիշկի հետ ելնենք կռուկ տանք գանք, ասելու են Կորյուն Անուշաբանիչը հղի է։ Բայեղավ այժմ։ Հենց որ այդ թեման փակ է։ Անցած հոգեբանին էլ կանչեցի նրա համար, որովհետև վստահելի մարդ էր։ Ոչ մեկին բան չեր ասի։ Լավ մարդ էր, հասնող մարդ էր։ Ջահել էր։ Վերնույթ է։ Պարզապես ապշում եմ, երբ մտածում եմ, թե Անուշավան Կորյունիչի պես տղամարդը այդքան շրջահայաց, այդքան խելացի ինչպես կարող էր այդպես միանգամից ու Ցնդեր։ Սաքո ինչպես կարող է քո մտքով նման բան անցնել։ Տիկին Ռիմա, իրականում է ձեր մտքով է նման բան անցնում։ Բայց ինչպես դուք եք սիրում ասել, ինչևէ։ Իդեպ Կորյուն Անուշավանիչը խնդրեց, որ այս կոնյակից 40 շիշ գնես համապատասխան մարդկանց ամանորյա նվեր տալու համար։ Լավ։ Սաքո չես մոռանա, չէ՞։ Ամեն դեպքում ես կթողնեմ կոնյակը այստեղ մեքենայի մեջ, որ չշփոթես։ Տիկին Ռիմա, դուք ավելի լավա գումարը տվեք, որ ես կարողանամ 40 շիշ կոնյակ գնեմ։ Սաքո, դու շատ ես նյարդայնանում, երբ մեքենա վարելիս քեզ կողքից հուշում են, թե ոնց վարես։ Չէ, ինչի։ Չէ, հենց այնպես հարցրեցի։ Զգուշ։ Բայց ինչից զգուշանամ, տիկին Ռիմա։ Չտեսար են երեխային։ Որ երեխային, մայթի վրայի երեխային։ Հայո, բայց այդ երեխան ամեն վարքյան կարող էր հայտնվել մեքենայի առջև։ Տիկին Ռիմա, այդ երեխան ոնց կարար իր մոր գրկից հայտնվել իմ մեքենայի առջև։ Զգուշ։ Այն դիմացի մեքենան կասկածելի դանդաղ է քշում։ Կարող է անսարք լինել։ Տիկին Ռիմա։ Ամեն ինչ նորմալ է։ Այդ ուղակի ընդունված կարգ է։ Կատաֆալկաները, տիկին Ռիմա, դանդաղ են քշում։ Ու եթե այսպես շարունակեք շեղել ինձ, հաստատ մեզ էլ դանդաղ կտանեն։ Կատաֆալկայով։ Այո։ Կամ շտապ օգնության մեքենայով։ Մանուկ չես տեսնում գործ եմ անում, խանգարում ես։ Եթե տեղը հարմար չի, գնա հյուրասենյակից սեղանը բեր վրան աշխատի, բայց վերջում որ գործդ վերջացնես տեղը կդնես։
Իսկ ավելի լավ չի ես միանգամից գնամ հյուրասենյակում աշխատեմ։ Լավ էլի այժմ։ Ով է տեսել հյուրասենյակում աշխատեն։ Այդ նույնն է ոնց որ լոգասենյակում հաց ուտեն, կամ ննջասենյակում լողանան, կամ խոհանոցում քնեն։ Չի այժմ։ Ամեն սենյակն իր իմաստն ունի, իր առաքելությունն ունի, այժմ։ Դե ճիշտ եք։ Հենց որ սեղանը բեր։ Ես կբացեմ։ Չէ, ես կբացեմ։ Հավատաց մի ամիտ։ Արի Ռիմա ջան, մանուկ դու գնաց տեղից հյուրասենյակում գործդ կշարունակես։ Ես ու Ռիման բաներ ունենք խոսելու։ Լավ։ Գորին Անուշավանվիչ, ինչպես Անուշավան Գորինը չէ։ Չեմ մանում Ռիմա, չեմ մանում։ Գորին Անուշավանվիչ, իսկ գուցե եւս մեկ հոգեբան կանչենք։ Գուցե նախորդը պարզապես չկարողացավ ներթափանցել Անուշավան Գորինչի հոգու խորքը, տեսնել նրա ներաշխարի մութ անկյունները, եւ դա է պատճառը, որ Անուշավան Գորինչը այնքան էլ բարեհամբույր չի գտնվել։ Իդեպ, ես մի հոյակապ մասնագետի տեղ գիտեմ։ Այդ թեման փակ է Ռիմա։ Այդ հոգեբանի մոտ դու կգնաս։ Պրոբլեմը կներկայացնես, կասես ինչ ա եղել, ոնց ա եղել, թող ինքը մի լավ խորհուրդ տա։ Բայց նայ տես Ռիմա, հանկարծ ասել ես հորս համար, հա, իրարից չնեղանանք։ Լավ, մինչ դուք ծանոթանաք սրա պարունակությանը, ես կարող եմ տեսնել Անուշավան Գորինչին։ Հա, բայց եթե կարճա ու առանց ներվայնացնելու։ Խնդիր չկա, իսկ որտեղ է նա։ Դե եթե հեռուստացույցի առաջ չի, ուրեմն պատշգամբ։ Այս երկրպագուց շատ լուրջ է տրամադրված։ Չի երկրպագույն չես խոսում։ Լավ էլ մի սկսի։ Այն խեղճ տղեն արդեն 20-րդ գիրոսն է ուտում, ինչա քեզ մի քիչ երկար տեսնի։ Դու սովածա ուտում ա։ Ես ինչ կապ ունեմ։ Սովածը մի անգամ է պատվիրում եւ մի անգամից վճարում, ոչ թե հատ եւ ամեն վճարելուց էլ մոտ 20 րոպե գանձապահի մոտ դրամապանակն է ման գալիս գրպանում ու տենց ամեն անգամ։ Դե լավ մի նախանձի։ Քո երկրպագույներն էլ պակաս վճռական չեն։ Այսինքն Դեն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց էի մոռացել։ Այս տղամարդիկ ոնց որ ճանչին են։ Հենց ուզում ես բռնել, թողում փախնում են։ Բայց որ հավես չունես, իրանք են գալիս։ Ինձ մի հատ։ Սաքո ջան,
Վերջապես մենք միասին ենք, Սիլվա ջան։ Մի հատ մազերդ կքանդես, այզիզ։ Անշավան Գորյունիչ, դուք ինձ չեք լսում։ Արդեն որերորդ անգամ է հարցնում եմ, ինչպես եք Անշավան Գորյունիչ։ Անշավան Գորյունիչ, ես իհարկե ամեն ինչ հասկանում եմ, բայց այնուամենայնիվ ինձ համար նոնսենս է, որ ձեր նման տղամարդը ինչ որ աման լվացողի համար կարող է։ Այսօր ինքն էլ Անշավան Գորյունիչը։ Ասում եք տենց էլ չիմացաք Ռիման ինչի շուտ գնաց։ Ես էլ ինքը։ Ռիմա, բա ինչ եղավ, ինչի առանց զգուշացնելու գնացիր։ Դե ուղղակի շտաբ զանգեցին ու Քեզ լսողը կասի 911-ում ես աշխատում։ Շտաբ զանգելը ո՞րն է, բա մի հատ չես ասում, որ գնում ես։ կներեք։ Իդեպ ես հոգեբանի հետ խոսեցի։ Ու Ասեց, որ իրականում լուրջ թերապիա է պետք։ հոգեբան։ Սակայն մինչ այդ պետք է Անուշավան Գորյունիչի մոտ ձեզ այնպես պահեք, կարծես նրան անտեսում եք։ Ռիմա այդ հոգեբանը ցնդել, հա։ Ոնց կարա իմ հորը մեկը անտեսի։ Չէ, ես փոքր ինչ սխալ արտահայտվեցի, կներեք։ Նկատի ունեմ ձեզ այնպես պահեք, իբր ամեն ինչ նորմալ է, անկախ նրանից, թե Անուշավան Գորյունիչը ինչ կանի։ Ինչ էլ որ անի, դուք այնպես ձևացրեք, իբր ամեն ինչ նորմալ է, այսինքն պետք է անտեսել նրա տարօրինակ պահվածքը։ Առավել ևս, երբ նա սկսի կյանքի նշույլներ արձակել։ Այսինքն վերադառնա իրական կյանք։ Լավ հասկացա։ Հոգեբանը ասել է, որ պապան ինչ էլ անի, մենք մեզ ընենց պահենք, իբր ամեն ինչ նորմալ է։ Միակ ձևը դա է։ Բայց ախր Մանուկ, նույնիսկ եթե պապան որոշի սղոցով ոտդ կտրել, մենք մեզ ընենց պիտի պահենք, իբր ոչինչ չի եղել։ Դե գնացեք քնելու, աչքիս վաղը ծանր օր է սպասվում։ Բարի գիշեր, պապ ջան։ Բարի գիշեր, բաբես։ Հələ մի րոպե։ Կարոն չո։ Այ սանտաղա։ Գնացեք քնելու։ Մանուկ իմացել եմ գիշերը խռացել ես, վաղվանից կողքս ես քնելու։ Եղավ։ Սրանք այստեղից գնացողը չեն։ Մի բան պետք է մտածել։ Ինչ պիտի մտածես, գնացա փակվում ենք։ Իսկ քեզ թվում է, որ ես նոր մոտեցել եմ իրանց առողջությունից է հարցնում։ Բա ինչ։ Մարդիկ ասում են չենք ավարտել, կավարտենք կգնանք։ Իսկ ես վստահ եմ, այդ կես գիրոսը իրան մինչև տարվա վերջ ուտելու է։ Բա հիմա ինչ անենք։ Ինչ պետք է անենք։ Տեր ու տիրակալ կա, թող գա ինքն էլ հարցերը լուծի։ Թե չէ, եթե ես իմ տարբերակով լուծեմ, ես այստեղ էլ չեմ աշխատի։ Գագո դու տեսել ես ժամը քանիսն է։ Ես քեզ չեմ ասել աշխատանքից հետո ինձ մի զանգի։ Հարցն էլ այն է, որ մեզ մոտ աշխատանքից հետո դեռ չի։ Այսինքն առավոտվանից 2 հոգի նստած են ու Լավ, պարոն Անուկյան, կարծես թե լուծվում է խնդիրը։ Այ, ես ուրախ եմ մեր համար։ Լավ։ Տեսար, որ այդ իմ երկրպագուն այդքան էլ վճռական չէր։ Հաջողություն։ Շատ հարմար։
Սիլվա։ Պապի։ Պապի ոնց եմ մոռացել քեզ ասել բարի գիշեր։ Բարի գիշեր։ Մանուկ, ես դու լքնած չես։ Չէ, ինձ Գագիկն էր զանգել, ամեն մի հատ տուալետ ուզեցի, ես իմամ։ Ինչպեսի համընկնում։ Ձեզ էլ էր Գագիկը զանգել։ Ես էլ ուզում տուալետ գնայի, բայց դե նա, եթե դու գնում ես, ես էլ չեմ գնա։ Չէ, գնացի Կորինա շնջ, ես էլ փոշմանեցի, չեմ ուզում տուալետ։ Իսկական պես են սենց ա լինում։ Աները չի ուզում տուալետ գնա, ինքն էլ չի գնում։ Բարի գիշեր, ցավոտ։ Գիշն իրանք են ինձ համար են հոգեբան կանչում։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչ է սա մեր հետ ասա, ով է սա,